Ուրեմն այսպես Էդուարդ Ղազարյանը, Նարեկ Մալյանը կամ մեկ ուրիշը Էդգար ներողություն ով ուզում է իրենք ձեռնարկեն մենք Պարոն Աղազարյանը եւ ես չենք ստորագրի եւ այդ process-ը չի գնա որովհետեւ այդ process-ը գնալու է այնպես ինչպես որ հիմա գնում է եթե չէ թող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք։ Բայց ինչու ձեզ համար կարևոր է նպատակը, չէ՞։ Եկեք երկու կարճ հարց։ Որովհետև մենք հայտարարել ենք, որ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ նրանց առանցքում գտնվող որևէ ուժի հետ մենք չենք համագործակցի։ Մենք հենց ստեղծման, մեր կուսակցության ստեղծման համագումարի ժամանակ հայտարարել ենք դեռևս Պարոն տեսեք, մի քանի վաղ առաջ Հովիկ Աղազարյանն ասել է, այս մարդիկ նախապայման են ունեցել։ Իսկ պատիվ ունեմ Հայաստան խմբակցություն չեն ունեցել նման նախապայման։ Բայց հիմա եկել եք այս մարդկանց ասել, բայց դուք Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է։ Ինչու եք նախապայմաններով խոսում։ Երբ մենք սա հայտարարում ենք եւ մեր կուսակցությունը դա սկզբունք էր վերցնում, այդ ժամանակ չկար այդպիսի խոսք։ Պարոն Ասպանյան, տեսեք, Հովիկ Աղազարյանն ասել էր, որ վարչապետ կառաջադրեն նախկին ԿՊԱ-ականին, բայց Էդմոն Մանուկյանը նախկին ԿՊԱ-ական չի եղել, չէ՞։ Չէ, նաեւ ասել է այլ։ Հայերենով չեմ ասում, դեռևս 6 ամիս առաջ նոյեմբերից մեր համաժողովում մենք հայտարարեցինք, որ մենք չենք համագործակցելու որևէ այդ ուժերի հետ։ Եվ հետո, երբ այս process-ը սկսեց, բնական է մենք մեր համաժողովի մեր սկզբունքներին չենք կարող հակառակ գնալ։ Մեզ մոտ դա հստակ է դրված։ Մենք չենք համագործակցելու այդ ուժերի հետ։ Այսինքն, նայեք, այս մարդիկ նախապայման են ունեցել սկզբանե։ Դուք եկեք իրանց հարցում եք, դուք քիչ եք միանա։ Նրանք չեն ունեցել նախապայման։ Նրանց չեք ասում, բայց ինչ չեք միանում։ Բայց չենք տեսել։ Չէ, մի հատ անկեղծ էլի, մի հատ անկեղծ, մի րոպե։ Կներեք ամոթ ինչ ականջներ։ Ասենք մի քիչ մարդկանց նկատմամբ հարգանք ունեցեք, ինչ ասենք ականջներ։ Նայեք, պատիվ ունեմ նախապայման չի դրել, չեք գնում իրանց ասեք, բա դուք նախապայման չունեք, ինչ եք ստորագրում, այս մարդիկ ի սկզբանե նախապայման են ունեցել։ Հակոբ Աստայանն ասում է, այսինքն դուք չեք ուզում Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Պարոն Մանուկյան, դուք հասկանում եք այսինքն ձեզ ասել են, որ չեն ստորագրել։ Չէ, նման բան չեն ասել։ Դուք ուղղակի ուշացաք process։ Շատ լավ, բայց դուք այնպես եք ասում, որ տպավորությունները